Բարև Գևորգ։ Գիտես նոր բացված Կանդինսկի բար ռեստորանի մասին։ Չէ։ Դե գնանք այնտեղ, համել կտեսնես։ Մայրձես։ Ինչ ցանկանաք խմել։ Ինձ թեյ, սև թեյ։ Սև թեյ։ Կանաչ թեյ։ Կանաչ թեյ, շատ։ Մերսի։ 2014 թվականը ավարտվում է, ինչպիսին էր այն քեզ համար։ 2014 թիվը կարող եմ համարել կիսով չափ հաջող, կիսով չափ անհաջող, քանի որ հաջող էր նրա համար, որ 2014 թվին ծնվեց իմ աղջիկս, իսկ անհաջող էր ֆուտբոլային առումով, քիչ թե հավաքականում, թե ակումբայինում լուրջ ձեռքբերումներ չգրանցվեցին, չնայած շատ ուրախ էի, որ հայտնվեցի Օլիմպիակոսի նման թիմի կազմում, բայց ես ինձ դասում եմ ֆուտբոլիստների ցանկում, որ շատ կարևոր է ինձ համար խաղաժամանակ ստանալը անկախ թիմից։ Իսկ գուցե եկող տարի ստանաս այդ խաղաժամանակը, թե կարծում ես կարող փոխես թիմը։ Եթե մնամ թիմում, հնարավոր է ստանամ, հիմա հարցական է, թիմում կմնամ թե չէ։ Հնարավոր է, որ հունվարին տեղափոխվեմ վարձավճարով ուրիշ թիմ, որտեղ որ ավելի շատ խաղաժամանակ կստանամ։ Գաղտնիք չէ, որ ցանկացած միջավայրում գործընկերների միջև լինում են խնդիրներ եւ կարծում եմ նույնիսկ ֆուտբոլում քո թիմակիցների հավաքականի հետ ամբողջ չէ, որ բոլորը միշտ միաձայն ամեն ինչի շուրջ համաձայն են։ Ինչպես են հարթվում խնդիրները թիմի ներսում։ Քանի որ մեր հավաքականը շատ եզակի կոլեկտիվ է, շատ թիմերում շատ տեղեր աշխատել եմ, մեր հավաքականը կառանձնացնեմ բոլոր տեղերից, որովհետև այստեղ ավելի շատ ընկերներ ենք մենք իրար, հետո նոր դաշտում խաղընկերներ, բնականաբար լինում են, կարող է եւ մեկը մյուսից պահի տակ նեղանա, մեկը մյուսին հուշի, էմոցիաները հավաքականի լավը լինելու համար մի քիչ էլ կոպիտ խոսալով բան, բայց այդ ամեն ինչը անցնում է միանգամից, ասենք մի քանի ժամ կամ մի քանի օր հետո խոսալով, շփվելով։ Դանիայի խաղից հետո Հենրիկ Մխիթարյանը մի քիչ բարկացած էր, որ թիմակիցները շատ չեն աջակցում իրեն, նման բաներ լինում է։ Իսկ ինչպես ես դու արձագանքում, երբ ասենք թիմակիցներից հետ մեկը դժգոհում է ձեր խաղից կամ համաձայնություն չկա։ Բնականաբար բոլորս էլ իրավունք ունենք դժգոհելու, եթե մի ֆուտբոլիստ իրեն ներդնում է 100 կամ 200%-ով, ու Հենրիխը այդ ֆուտբոլիստներից է, ինքը իրավունք ունի պահանջի, որ իր կողքինները ու մնացած մյուսները խաղան նույն կերպ։ Ես չեմ ուզում ասել, որ ինչ-որ մեկը չի խաղացել 100%-ով, բայց նման պարագայում, երբ որ ինքը իրան դաշտում անմնացորդ նվիրում է, կարա ջղայնանա ինչ-որ պահի վրա ու այդ ջղայնացած ազդեցության տակ նման արտահայտություն անի, բայց ինքն էլ հետո ասաց, որ նման բան չկա, որ ինչ-որ մեկը կարող է իրան անմնացորդ չի նվիրում խաղալ։ Լավ, արի հյուրասիրվենք ընթացքում։ Այս տարվա ընթացքում 3 երկիր հա փոխեցիր Ղազախստան, Ուկրաինա, Հունաստան, որտեղ ես քեզ ավելի լավ զգում։ Ավելի լավ զգում։ Ասեմ, հարցին պատասխանեմ տարբեր տեսակետներից։ Ֆուտբոլային առումով ավելի իմ համար հաջող էր Ղազախստանը։ Այնտեղ շատ խաղաժամանակ էի ստանում, ներքուստ ինձ ավելի հանգիստ էի զգում, երբ որ խաղում ես, քեզ հանգիստ ես զգում։ Մետալուրգը իմ համար ոնց որ հետ եկա նորից ավելի ուժեղ առաջնություն, նոր մարտահրավեր ինչ-որ հին թիմում ինձ ցույց տալու, կիսով չափ ստացվեց, կիսով չափ ոչ, այնտեղ էլ գիտեք պատերազմական վիճակ սկսվեց եւ նոր հրավեր ստացա Օլիմպիակոսից, ինչի համար շատ ուրախացա, գնացի Օլիմպիակոս, այնտեղ ֆուտբոլային առումով սկզբում ստացվեց հաջող, սա ընկերական խաղերում բոլորը շատ գոհ էին, թե երկրպագուները, թե կայքերը, հետո ինչ որ պատճառներ եղան, որի պատճառով հիմա այդքան չեմ խաղում, չեմ կարող խոսել այդ պատճառների մասին, իսկ կյանքի առումով բնականաբար ամենալավը Աթենքում է, ապրում եմ ծովի ափին, միշտ
տաք հարևոտ եղանակ ընտանիքիս հետ։ Կյանքը ավելի թանկ է Հունաստանում թե Հայաստանում։ Բնականաբար Հունաստանում շատ ավելի թանկ է, քան Հայաստանում։ Հայաստանում էլ է շատ թանկացել։ Ես որ ասենք քանի տարի Հայաստանում չեմ ապրում, միշտ օրերով եմ գալիս գնում։ Մեծ տարբերություն եմ տենում գնային ամեն ինչի մեջ, բայց չհասանմատի ասենք Հունաստանի հետ։ Հիմնականում հայերը որ գնում են արտերկիր հանդես գալու, հայ համայնքի ներկայացուցիչները այնտեղ շատ ակտիվ են լինում։ Կոնկրետ քո հանդեպ որտեղ ավելի ջերմ վերաբերմունք եղել հայերի կողմից։ Հունաստանում։ Հա, Հունաստանում այնտեղ այնպես ստացվեց, որ ինքնաթիռում ծանոթացել եմ Հայաստանի թեմի առաջնորդի հետ, Հայր Խորենի հետ, Հայր Սուրբի հետ ու իր միջոցով էլ հանդիպումել եմ ունեցել հայ համայնքի հետ։ Այնտեղ ավելի շատ են հայերը, քան ասենք Դոնեցկում կամ Ղազախստանում, Կարականդայում ու ավելի կապը շատ է, շփումը ինչ որ հարցով օգնել կամ գալ Օլիմպիակոսի երկրպագուները շատ են։ Իսկ եթե երբ ֆուտբոլային կարիերատ ավարտես եւ աստված տա լավ հնարավորություններ ունենաս, կցանկանաս մնակվել հենց Հունաստանում ծովի ապրում։ Այո։ Ին Հայաստան վերադառնալ չես ցանկանա։ Անգերց։ Հայաստանի հետ կապս չեմ կտրի, բայց արդեն մտածելով ընտանիքի երեխաների մասին, ավելի շատ իրանց հնարավորությունները, իրանց կապ չունի ինչ տաղանդ ունենան, ինչ թե ուսում, թե բան, իմ կարծիքով Եվրոպան այս պայդությամբ Հայաստանից շատ առաջ է։ Բնականաբար, իսկ Եվրոպայի շատ երկրներում ես եղել, բարձր հավաքական հետ հիմնականում 1-2 օրով, բայց կա այնպիսի երկիր, որը քո համար օրինակել է եւ հենց այնտեղ կուզենար երեխաներդ մեծանային։ Գերմանիա։ Հայաստանի հավաքականի արտագնա վերջին խաղերին 2 տարվա ես բոլորին ներկա եմ լինում եւ միշտ երկրպագուներ են լինում թե Երևանից, թե Եվրոպայի տարբեր երկրներից։ Վերջին մի քանի խաղում երկրպագուների մոտ հիասթափություն կար, որ այդքան ճանապարհ են կտրել եկի հասել են եւ չգնահատվում։ Հնարավոր է ես էլ նույն վիդեոտեսագրությունը երբ որ նայել եմ, ասենք ես ինքս իմ անցնելուց, չնայած ես միշտ բարևում եմ բոլորին, բայց հասկացա, որ կարելի է ավելի ջերմ լինել, այդ մարդիկ ինչքան ուրախանում են մեզ տեսնելով, մեզի սպասելով։ Բայց դրա հակառակ կողմը կա, շատ ֆուտբոլիստներ վերջին նույն տարիների որոշ անհաջողություններից հետո, մի պահ շատ լավից հետո, կրված խաղերից հետո շատ մեծ քննադատություն եղավ, մեր մոտ մի քիչ ծայրահեղությունից ծայրահեղություն է, կամ դու շատ լավն ես, կամ շատ վատն ես։ Նույն շատ գեշ արտահայտություններ ֆուտբոլիստներին ու վիրավորական արտահայտություններ կարան լինեն, ասենք, քննադատություն, բոլորն էլ ընդունում են, լավ չեն խաղում, սխալ շատ են անում, բայց չլինեն վիրավորական, անձնական բաներ։ Այդ ամեն ինչը ինձ թվում է ազդել է բոլոր ֆուտբոլիստների վրա, ոչ բոլոր երկրպագուներն են այդպես իհարկե, բայց խառնվել է այդ պահը երևի մի քիչ իրար։ Բայց այն երկրպագուների համար, ովքեր այդքան գումար են վճարում գալիս հասնում են Եվրոպա, արդյոք նրանց համար չարժե մի քիչ ավելի բարեհամբույր լինել։ Բնականաբար արժե, ես դրա համար ասացի, նույն վիդեոտեսագրությունը նայելուց հետո ես ինքս հասկացա, որ պետք չէ այդպես, բայց այդ ամենը խառնվել է զուտ մյուս երկրպագուների ազդեցության հետ, եւ այդպես է ստացվել, կարծում եմ էլ չի կրկնվի։ Իսկ դրսի խաղերից ամենից շատ որ խաղն է տպավորվել հենց երկրպագուների աջակցության առումով։ Չեխիայի խաղն եմ հիշում, շատ հայեր կային ու ինքը ընդհանուր շատ տպավորիչ խաղ ստացվեց, երևի Քո խփած գնդակն էլ վերջի րոպեին։ Հա, իմ խփածներ ու երևի չենք էլ ունեցել տենց հաղթանակ վերջի րոպեին, չեմ հիշում։ Ու ասենք շատ կարևոր հաղթանակ, որը որ շանս ընձեռնեց մյուս խաղերը հաղթելու դեպքում գնալ աշխարհի առաջնություն։ Իսկ որքանով ես դու ակտիվ սոցիալական կայքերում։ Ունեմ Facebook, որից օգտվում եմ, Instagram-ում հաճախ նկարներս եմ տեղադրում։ Նույն Facebook-ում նույնպես։ Հետևում եմ գրեթե բոլոր կայքերին, նորություններին, տարբեր տեսակի նորություններին։ Շատ եմ օգտվում սոցիալական կայքերից։ Իսկ դու ես հետևում քո Facebook-յան էջին, թե Ունեմ իմ անձնական էջը, որը որ շփվում եմ, եւ ունեմ էջ, որը որ ֆան էջը, ֆան էջին ես չեմ, բայց ամեն ինչին տեղյակ եմ, առանց իմ տեղեկության ոչ մի բան չի լինում։ Մի քիչ էլ վերադառնանք ֆուտբոլին, այս տարվա կարևորագույն իրադարձությունը աշխարհի առաջնություններ,
մենք չէինք մասնակցում, բայց իհարկե դա մեծ տոն էր։ Որ հավաքականին իրավեշտ համակրում եւ կարծում ես ամեն ինչ օրինաչափ եղավ։ Գրեթե ամեն ինչ չեմպիոնության առումով համաձայն եմ, որ Գերմանիան ամենաուժեղն էր։ Ես Արգենտինային էի ուզում, որ չեմպիոն դառնար, բայց հավատում եի, որ Գերմանիան կդառնար։ Այլ բան է ինչ ցանկանում ես, այլ բան է ինչ գիտակցում ես։ Արգենտինայի չեմպիոնությունն էլ ավելի շատ Մեսսիի համար ուզում էի, որ անպայման աշխարհի չեմպիոն դառնա, ինքի համար ամենաուժեղ ֆուտբոլիստը։ Պատմության ընթացքում բոլոր ժամանակների հա, բայց Զիդանից զուտ Մեսսին, Զիդանին մի քիչ ավելի շատ եմ սիրում։ Այս տարի Մեսսի, Ռոնալդո, Նոյեր, եթե դուք քվեարկի իրում կտայեցին։ Մեսսի, Ռոնալդո, Նոյեր։ Դա անձնական նախասիրություն է, այս տարի կարելի ասել Ռոնալդոն ինչ որտեղ ավելի կարող է Ռոնալդոն ավելի շատ գոլեր խփել, բայց իմ համար Մեսսին Ռոնալդոից ուժեղ է շատ։ Նոր տարվա եթերը մի քիչ հեռանանք ֆուտբոլային թեմաներից, կա կյանքում ինչ-որ բան, ինչի համար զղջում ես եւ եթե ժամանակը հետային հենց դա կփոխի քո կյանքում։ Չէ։ Չկա։ Իսկ դու հավատում ես, որ ամեն ինչ ճակատագիրն է որոշում կամ Աստված, թե մարդը ինքն է կերտում իր ապագան։ Չէ, բնականաբար ես մտածում եմ, որ մարդը ինքն է կերտում իր հավատքը, Աստված շատ կարող է օգնել քեզի, ինչին դու հավատում ես, ինչ որ անում ես, բայց բնականաբար ես կարծում եմ, որ դու ես կերտում քո ապագան, ներկան, անցյալը։ Օրինակ, մեր հավաքականում շատ ֆուտբոլիստներ բավական երիտասարդ ամուսնացան, հա, մեծամասնությունը կարելի ասել, քեզ մոտ եղել է այդպես, որ ընտանիքն է ամենակարևորը, թե դու պետք է կայանաս, հետո ամուսնանաս, այդպեսի թե պահը եղավ եւ զգացիր, որ Չէ, եղել է, ես մտածել եմ, որ պետք է կայանամ, նոր ամուսնանամ, ես մինչև ամուսնանալը երկար տարիներ ճանաչել եմ իմ կնոջը, մենք շփվել ենք մոտավորապես 4 տարի, հետո երբ որ ես արդեն պետք է գնայի Արտաս Ամանյան թիմ, նոր օրինականացրեցինք արդեն որպեսզի երկար բաժանված չմնայինք, նոր օրինականացրեցինք։ Իսկ հայ տղամարդկանց մեծամասնությունը գիտես մի քիչ ավելի խիստ, հա, դատավոր չեն սիրում, երբ կինը աշխատում է, շատ ընկերներ ունեմ, դու ինքդ ինչ հայացքների տեր մարդ ես։ Ես սկզբում մտածում էի, որ չի աշխատելու, այդ տարիներին, որ շփվում էինք, նույնպես իրան էի ասել, որ չես աշխատելու, մեր կյանքը պիտի լինի սենց, բայց հիմա անկախ նրանից փառք Աստծո աշխատելու կարիքի չկա իրա, բայց դեմ չեմ լինի, որ աշխատի, ինքն էլ դուրս գա միջավայր, խնդիր չեմ տեսնում։ Իսկ դրան նպաստեց Եվրոպայում ապրելը, հա, քո աշխարհայացքը փոխվեց։ Հնարավոր է նաև դա։ Ամեն դեպքում մարդը ապրելով շատ բան է սովորում, այդ եղել է, որ պետքա չես աշխատելու, այդ խոսակցությունները եղել է, որ ես 20 տարեկան էի, 21։ Գնալով մտածում ես, ասենք ինչու, չկա պատճառ։ Ես մտածում եմ, որ չպետք է աշխատի այնպեսի գործ, որ ասենք ինքը իրան ծանրաբեռնի շատ, այդ դրան դեմ եմ, բայց իրա դուրս գալու միջավայր, իրան ոնց որ մի մասնիկը մենակ տունը գործ անելով երեխա պահելով չի։ Տենց եմ մտածում։ Արդեն քանի տարի ամուսնացած եք, ո՞րն է ընտանեկան հաջողության գաղտնիքը։ Իմ կարծիքով հաջողության գաղտնիքը նա է, որ այո, բոլորի մոտ կարող է լինել խնդիրներ, մեծ կամ փոքր, չկա մեկը որ չունենա խնդրեմ։ Ամենագլխավորը, որ այդ խնդիրները իրանք իմ կարծիքով լուծեն երկուսով։ Իրանք իրար հասկանան, իրանք գտնեն դրա լուծումը։ Կարան լինեն խորհրդատուներ, օգնողներ, բայց չմիջամտեն իրանց հարաբերությունների մեջ։ Ինչ որ իրանց երկուսին է վերաբերվում, իրանք որոշեն, իրանք խոսան, իրանք հասկանան։ Շուտով նոր տարի է, Հայաստան նոր տարին մի քիչ այլ կերպ են, հա, նշում անգամ եթե գումար չկա, անգամ այս օրերին խանութներում վարկով ուտելիք են տրամադրում, դու այս իրարանցման ինչպես ես նայում, երբ ամանոր իսկապես տոնից վերածվում է գլխացավի։ Իմ համար, երբ որ ես փոքր էի, նույնպես շատ կարևոր ինչ-որ մեծ արարողություն էր նոր տարին, ես սպասում էի ու հիմա որ հիշում եմ, պահանջում էի իմ ծնողներից, որ մենք անպայման պետքա նոր տարի անենք, այսպես ենք ասում, որովհետև երեխեքով խոսում ենք, դուք նոր տարի անելու եք, դուք նոր տարի անելու եք, ու մեր մոտ միշտ հնարավորություն չի եղել։ Դրա համար հիմա կարծում եմ, որ ինքը ավելորդ ինչ-որ բան է, որ մարդիկ չպետք է դրա համար իրանց ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար անեն կամ իրենց հարազատներին նեղություն տան կամ իրանց։
Ասում ես դժվար է եղել, հա, քեզ այդ ժամանակներին ֆինանսապես, ուսե դա ինչ որտեղ նպաստել է, որ մեծ նպատակներ տնես եւ հասնես։ Հնարավոր է, որ նպաստել է, ես իսկականից շատ դժվար մանկություն եմ ունեցել։ Մի դեպք պատմեմ ընդհանրապես դրանցից, որ նոր տարվա հետ կապված, որ ես ուզում եի, որ պետքա նոր տարի լիներ, հայրիկս շատ քիչ էր վարձատրվում։ Եկավ շատ փոքր գումար տվեց մամայիս, ասեց առ կարևոր բաները, իրականում կարևոր, ասենք, եթե կարելի առնել այդ գումարով ընդհանրապես մի 2-3 բան։ Մայրիկս էլ տեսնելով մեր ապրումները, մենք որ երեխա ինքն էլ թե բնականաբար դժվար է ծնողին տենալը, ասենք դու չես կարա երեխային բացատրես այդ ինչ խնդրեմ կա։ Վերցրեց իր բոլոր ոսկիները, առանց պապային ասելու, իրար հետ գնացինք այդ ոսկիները ծախելու։ Մենք գնացինք ծախեցինք, բայց հիմա այսօրվա պես հիշում եմ, հետ գալուց մամաս վախեցած, բան, պապա ինչ կասի, որ հանգարց իմանա, բան։ Բայց պապան բան չասեց, կարծում եմ, մեր մոտ ամենայն դեպս բան չասեց, այդ տարի ուրախ նոր տարի արեցինք։ Այդպես։ Հայտնի ֆիլմ կա, Թակել երկնքի դռները, երևի տեսել ես։ Երկու քաղցկեղով հիվանդ մարդիկ ինձ վերջի երազանքն է մեկ օրում պետք է մեկ օր ունեն ընդհանրապես ապրելու եւ բավական գումար եւ տղաներից մեկի երազանքն էր իր մայրիկի համար վարդագույն կադիլակ գնել, դա մայրիկի երազանքն էր։ Եղել այդպես, որ քո ծնողների երազանքներն իրականացնես, որովհետեւ հիմա Պարքաստու լավ աշխատանք ունես։ Այո, եղել է, չասեմ երազանք, կան բաներ, արտահայտություններ, որ օրինակի համար լսել եմ ծնողներիցս կգա մի օր, որ այսպես լինեմ, ես չասեմ, որ ինչն է կոնկրետ, բայց փառք Աստծո, եկել այդ օրը, որ եղել է։ Փաստորեն դու այսօր լիովին կարող ես ապահովել քո ծնողներին, հանգիստ խղճով ապրել։ Կարելի ասել, այո, հանգիստ խղճով կյանքում միշտ պետք է աշխատես։ Չես կարող, ես կարծում եմ չկա այնպեսի աշխատանք, որ աշխատես ու հերիք հայտի քեզ ամբողջ կյանքի համար։ Պետք է մարդ միշտ աշխատի, միշտ վաստակի ու ապրի։ Կային մարդիկ, ովքեր ծանր մանկություն են ունենում, նրանք իրենց երեխաներին սիրում են, չէ՞, մի քիչ երես տալ, ասենք ամեն ինչ առնել, ոչինչ չզրկել։ Ինչպես ես գտնում ճիշտը, ինչպես է դաստիարակել երեխային։ Չէ, ես այդպես չեմ համարում, որ պետք է երես տալ երեխային։ Նույն իմ երեխան հիմա ասենք ինքը շատ մեքենա է սիրում ու իրան շատ բերում են մեքենաներ ու ինքն էլ ամեն խանութը տեսնելուց ուզում է մտնի վերցնի անպայման, բայց իհարկե ես թույլ չեմ տալիս ու իրան սովորացնում եմ 2 տարեկանից, որ ինքը պետք է հասկանա, չէ, չի կարելի։ Նույն դրա հետ էլի մի բան հիշեմ, որ հնարավորություն չի եղել մեր մոտ, մայրիկս միշտ մեզի այնպես է դաստիարակել, որ խանութում մենք չուզենք Եթե ինչ-որ բան ուզում ենք, խանութում չասենք ուրիշների մոտ։ Ասենք երեխաներ կան, որ լացում են, գոռում են, էսի ուզում են։ Կարծում եմ, որ ճիշտ է, անկախ հնարավորություն ունես, թե չէ։ Պետք է երեխան ավելի զուսպ պահի իրան։ Այսինքն դասի նաև չէ պատասխան։ Այո, բնականաբար։ Ու ավելի շատ դա, որովհետև իրանք շատ ժամանակ շատ սխալ ու վատ բաներ են ուզում։ Չես կարծում, որ շատ հաճախ սահմանափակելով երեխաներին ինչ-որ հարցերում նրանք արդեն մեծ տարիքում ամբոստանում են։ Չեմ կարծում, որովհետև նույն ես ինքս շատ բաներից սահմանափակ եմ եղել, բայց երբեք չեմ ամբոստացել։ Այսինքն դա ավելի շատ դաստիարակության հարց։ Դաստիարակության հարց է։ Որչու մի քիչ էլ ստուգենք, թե որքանով ես դու տեղյակ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս տարի 2014 թվականի աշխարհի առաջնության օրհներքը որ երկիչներն էին կատարում։ Pitbull-ը, մեկ էլ Jennifer Lopez։ Այո, իհարկե։ Իսկ հավանեցիր այդ երգը։ Այո։ Շակիրայինը, բայց ավելի շատ։ Իսկ ես Pitbull-ն։ Վերջերս մահացավ շատ հայտնի ռոք բլյուզ երաժիշտ, գիտես ով։ Ոչ։ Ջո Կոկերը մահացավ, ով դարձավ Արգենտինայի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Դի Մարիան։ Հայտնի рэպեր Քենի Ուեսթը այս տարի հետ ամուսնացավ։ Քիմ Քարդաշյանի, երևի լավ է, չգիտես։ Շատ շնորհակալություն Գևորգ, որ ժամանակ հատկացրեցիր։ Ես վստահ եմ, որ տարի նոր տարում մենք կրկին կհանդիպենք, արդեն դու ավելի լավ տրամադրությամբ կլինես, հանդես կգաս շատ լավ թիմում, կունենաս մշտային խաղային պրակտիկա եւ մենք միշտ հետևում ենք քո խաղերին, թե թիմում, թե հավաքականում եւ քեզ շատ սիրում ենք։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի էր։